Թերթերը գրում են, մենք կարդում ենք, ընտրում եւ ներկայացնում ձեզ 5-րդ ալիքի ուղիղի եթերում օրագիրն է։ Բարև ձեզ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Իրանին կոչ է արել Հորմուզի նեղուցում ԱՄՆ զինված ուժերի մոտակայքում երկօրյա ռազմածովային զորավարժություններն անցկացնել պրոֆեսիոնալ կերպով։ Ըստ CENTCOM-ի հայտարարության ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Հորմուզի նեղուցում անցկացնում է մարտական հրաձգությամբ երկօրյա ռազմածովային զորավարժություններ, որոնք պետք է սկսվեն կիրակի։ Այս մասին տեղեկացնում է News-am-ը։ Փաստաբան Արա Զոհրաբյանն անդրադառնալով Սուրեն Պապիկյանի կողմից գնդերեցների ծառայությունները միակողմանի լուծարելու որոշմանը գրում է. Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խախտել է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին օրենքի 10-րդ հոդվածի պահանջը, ըստ որի Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ զորամասերում։ Բացի այդ, Սուրեն Պապիկյանը խախտել է նույնիսկ Պաշտպանության նախարարի կողմից հաստատված հոգևոր ծառայության կանոնադրության 5.1 կետը, ըստ որի հոգևոր ծառայությունը լուծարվում է ամենայն հայոց կաթողիկոսի օրհնագրով եւ ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով։ Ինչպես տեսնում ենք, նախարարը միանձնյա չէր կարող լուծարել այդ ծառայությունը։ Ծանոթանանք մամուլի նորություններին։ Մի քանի օր առաջ հրապարակը գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է ամեն ինչ անել խափանելու եպիսկոպոսած ժողովը, որը կայանալու է փետրվարին Ավստրիայում։ Նախորդին վեհափառի դեմ քրեական վարույթ սկսեցին, ծառայողական լիազորություններն օգտագործելով դատական ակտը չկատարելու մեղադրանքով։ Գործը հորինվել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոսի ազատման փաստով։ Չնայած փաստաբանները պնդում են, որ թեմի առաջնորդը ոչ թե աշխատանքային պայմանագրով, այլ ուխտով է կապված կաթողիկոսի հետ եւ այստեղ դատական ատյաններն ու աշխատանքային օրենսգիրքը կապ չունեն, սակայն իշխանությունների համար դա էական չէ։ Դատական որոշում կա կաթողիկոսին պարտադրող, որ վերականգնի Գևորգ Սարոյանին թեմի առաջնորդի պաշտոնում։ Այդ որոշումը նա չի կատարել, ուստի հարուցվել է նման վարույթ։ Իշխանական կուլիսներում խոսում են, որ այս վարույթով հիմք են նախապատրաստում, որ վեհափառի սեկտը փակեն եւ թույլ չտան լքել Հայաստանի տարածքը, ինչպես արել են բոլոր ընդդիմադիրների եւ շատ ուրիշների նկատմամբ։ Դրանով կտապալեն եպիսկոպոսած ժողովը, որի օրակարգում լինելու է Տիրադավ եպիսկոպոսներին թեմական առաջնորդությունից զրկելու հարցը։ Հրապարակը գրում է. Ջրվեժի Պալադիում հոլում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկին թեպետ նախապես հայտարարել էին, որ երիտասարդները գրանցվեն, սակայն կարելի է ասել Փաշինյանի թիմակիցներն ու շրջիկ պատարակների մասան է հիմնականում ներկա եղել։ Մասնակիցների մեծ մասը 40, անգամ 50+ տարիքի են եղել։ Շատերին Փաշինյանի աշխատակազմից են հրավիրել, ԿՊԱ-ական տարածքային կառույցներից։ Նախապես փոքրիկ դրոշներ են բաժանել մասնակիցներին։ Մինչ Փաշինյանի գալը մի քանի անգամ պարապել են նրա հեղինակած երգի տակ, պարային ինչ շարժումներ անել, որ հեռարձակելու լավ տեսարան ունենան։ Իսկ դիսկոտեկի կեսից արդեն միացրել են ռաբիս երաժշտություն ու լավ տժացել։ Ողջ ընթացքում պարահրապարակում պտտվել են ՊՊՑ աշխատակիցներ, նաև Հովհաննավանքում պատարակի ժամանակ ռեպլիկա արձակած Հայկ Դորունցին բերանը փակելով դուրս հանող թիկնազորի աշխատակից Աշոտ Մկրտումյանը։ Մինչ ռեստորան մտնելն էլ մասնակիցներին հատուկ սարքերով լավ զննել են, նոր ներս թողել։ Ընթացքում մասնակիցներին անվճար միայն ջուր են տվել։ Գարեջուրն ու ուտելիքը մարդիկ իրենք են գնել։ Փաստը գրում է. առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրությունների հետ կապված ակնհայտ է ու անվիճելի, որ լինելու է առնվազն 2 խոշոր բևեռ՝ իշխանություն եւ ընդդիմություն։ Իշխանության սեգմենտում հասկանալի է հանդես են գալու նաեւ Փաշինյանական դաշտում գործող մի քանի փոքր կուսակցություններ կամ դաշինքներ, որոնք ինչպես ցույց են տվել նախորդ ընտրությունները, այդ թվում ՏԻՄ 5%-ի հնարավորություն չունեն։ Առավելագույնը 1-ից 2, մաքսիմում 3%։ Ի լրումն այս ամենի ի հայտ է գալիս մի երրորդ կողմ, որը կամա թե ակամա աշխատում է Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մի մասը բոլորին դեմ անընկալելի թեզով հանդես եկողներն են, երկրորդ պայմանական խմբում նրանք են, որոնք քնել են, ապա ելելու հայտարարում են, թե այս կամ այն գործիչը ուժը չպիտի մասնակցեն ընտրություններին։ Դուք դիտում եք օրագիրը այսօր մեր տաղավարում հյուրընկալել եմ Politics.am լրատվականի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազին։ Պարոն Մուրազի, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։
Երեկ երեկոյան տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի երաժշտական բենեֆիսը, այսպես ասենք, վարչաբենդի համերգը, որին ներկային եղել, ինչպես հրապարակն է գրում, շրջիկ պատարակների մասնակիցներն, աշխատակազմի աշխատակիցներ, ԿՊԵ-ականներ եւ հանդիսավարներ եղել է ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Ընդհանուր առմամբ ինչ տպավորություն ստացաք։ Մեզ մոտ ամեն ինչ այդքան պայծառ, լուսավոր, որ Գիտեք, կարծում չարժի այս իրադարձության վրա այդքան մեծ ուշադրություն դարձնել եւ քննարկել, միայն ես կարող եմ ասել, որ խղճահարությամբ եմ նայում քաղաքացիական պայմանագրի վերնախավին, այդ ներկայացուցիչներին, որ Նիկոլ Փաշինյանի մտքին ինչ փչում է, այս մարդիկ այսպես զինվորի պես, անգամ զինվոր էլ չէ, զինվորը պատվարժան կարգավիճակ է, ավելի շուտ ստրուկի պես կամ ինքնաստրկության մատնվածների պես կանգնում են։ Ես վախենում եմ նաև իրենց փոխանեն, որովհետև Փաշինյանի մտքով ինչ ասես կարող է չանցնել։ Եվ Աստված մի արածցե մի օր էլ Փաշինյանը, չգիտեմ, այլ մտադրություններ ունենա, հա, կարող է, չէ, հիմա Փաշինյանի օրոք ամեն ինչ թույլատրված է։ Եվ իր մտքով ամեն բան կարող է անցնել, չեմ ուզում ձեր եթերը փչացնել, բայց շատ վատ բաներ կարող են Փաշինյանի մտքով անցնել։ Օրինակ, մոտավոր եթերին դե հիմա կարող է, չէ, մարդու մտքով ինչ որ գրառումներ անում են, չէ, սեռաշեղված սրբազանների մասին։ Հիմա մի օր էլ կարող է մտքով այդպիսի բան անցնել, այդպիսի մի բենդ կազմել, հա։ Ես վախենում եմ ԿՊԱ-ականների համար, եկեք այս թեման շատ չքննարկեք, իրանք արժանի չեն որ քննարկենք։ Մենակ խղճահարությամբ պիտի նայել։ Սա մի բանի մասին է խոսում, սրա մասին մենք նաև հոդված ունեցել ենք, Փաշինյանի վարկանիշը 18-ից 35 տարեկանների շրջանում խայտառակ ցածր է, եթե նկատեցիք, երկրորդ նախագահն էլ դրա մասին խոսեց, սա կա, սրա մասին կան սոցիոլոգիական հարցումներ եւ ինքը հիմա փորձում է այս կերպ երիտասարդության սիրտը մտնել, բայց վստահեցնում եմ չի ստացի, որտեղ դե երիտասարդությունը հասարակության ավելի պասիոնար, այսպես նպատակներ ունեցող, ամեն ինչին դեմ հատվածն է եւ երկրորդը Նիկոլ Փաշինյանի տեսքին նայեք, սովորաբար երիտասարդներ չեն ձգտում նմանվել Փաշինյանի նման մեկին։ Այսինքն ընտրած երաժշտական գործիքն ու նաև իր արտաքին տեսքի իրար չեն համապատասխանում։ Չգիտեմ, ճիշտ ասած այդ Փաշինյանից երաժշտական գործիք ընտրելը կամ երաժշտությամբ զբաղվելը հիշեցրեց Շան սիրտը ֆիլմի Շարիկովին, որը Բալալայկյանը նվագել էր սովորել ու համերգ էր տալիս, բայց դե հիմա ինչ արած, եկեք անցնենք այս թեման իրականում։ Այնուամենայնիվ խոսելով այս երևույթի PR ուրեմն ազդեցության մասին ինչ եք կարծում, երիտասարդներին մի կողմ դնելով կարող է օրինակ սա դրական ազդել շատ ավելի տարիքով մեծ հասարակության շերտերի վրա, որովհետև նշվում էր նաև, որ հիմնականում մասնակիցները այդ մասնակիցներն եկեք մի կողմ, այդ մասնակիցները պատրաստ են պատարակից մինչև դիսկոտեք մասնակցել որևէ տարբերություն իրենց, հա, որևէ այդ մարդկանց մի կողմ թողնենք, այդ մարդիկ քաղաքական իմաստով ստրկության հանձնված մարդիկ են, մեր հայրենակիցներն են, որոնց պետք է Նիկոլ Փաշինյանին իշխանազրկելուց հետո ազատել ստրկությունից, ասել դուք պարտավոր չեք քաղաքական ղեկավարների հիմար նախաձեռնություններին մասնակցել, դիսկոտեք կլինի, չգիտեմ, դահոկավազ կլինի, թե այլ միջոցառում։ Փաշինյանի մասին ձեր եթերում խոսել ենք, ինքը քաղաքական առումով, վատ բառ չեմ ասում, դիակ է, եւ հնարավոր չէ իր վարկանիշը, հա, դա Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նման է բան դիակի սրտի զարկի, որը գոյություն չունի եւ որը հնարավոր չի փոխվել, ասենք պատկերացեք դուք փորձեք 7-8 օրվա դիակին հոսանքով բան արել, կենթանություն տալ, չի ստացվի, ինքը կարող է շարժումներ անի, վերջույթները բան, հետ հոսանքի հարվածից, բայց փոփոխություն չի լինի իր կենսագործունեության մեջ, չի վերադառնա կյանքի։ Փաշինյանը ունի ինչ-որ սեգմենտ, որ իրեն հավատում է բոլոր պարագաներում, իրենք մեր քաղաքացիներն են, որոնք խիստ միամիտ մարդիկ են եւ կարծում են Փաշինյանը իրենց լավ կյանք է բերելու, իրենք մարդիկ են, որոնք ցավոք սրտի Փաշինյանի իշխանության օրոք կառավարման տարիներին ամենատուժած հատվածն են հասարակության, սա վստահաբար եմ ձեզ ասում, որովհետեւ Փաշինյանին կուրորեն հավատացողները եւ սոցիալապես վատ վիճակում են, հա, հույս ունեն, որ մի օր Փաշինյանը թալանչիներից վերցնելու է իրենց տա, Զոհի սինդրոմ, հետո պարզվում է Փաշինյանը այն թալանչիների մասին, որ խոսում էր, որ թալանում են ժողովրդին, մի ամսվա մեջ 70 միլիոն դոլարի նվեր է տալիս պետական բյուջեի հաշվին, հա, որ ասում են, այսքան բան, աքսատուր կարող եք չվճարել։ Փաշինյանի վարկանիշը չի փոխվելու։
ինքը երևի թե ընտրությունների մասին խոսենք, Նիկոլ Փաշինյանի հնարավորություն վարկանիշը աճացնելու արհեստական աճացնելու մի հնարավորություն կա, եթե իրեն դեմ եղող քաղաքացիների մեծամասնությունը չգնան ընտրության։ Ես վստահեցնում եմ բոլոր հարցումները ցույց են տալիս, չէ, որ քաղաքացիների մի զգալի մաս բոլորին դեմ էս մոտեցում ունի, իրենք բոլորին դեմ չեն, իրենք կոնկրետ Նիկոլ Փաշինյանի դեմ են, ուղղակի չեն ուզում խոսել, հասկանում են այս հետապնդումները, թիրախավորումները, հա, իրենք են լուր մեծամասնությունն են, որոնք հենց մոտիվացվեցին գնալու են ընտրատեղամասեր, ու այդ լռություն ուղղակի պայթելու է Փաշինյանի պարտությամբ։ Ընտրությունների միջոցով։ Պարոն Մուրազի, անդրադառնանք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ես կուզենայի առանձնացնել մի շատ կարևոր դիտարկում, առաջարկ կամ անհրաժեշտություն, որի մասին Ռոբերտ Քոչարյանը բարձրաձայնեց, դա սուպերվարչապետության մոդելը մերժելն է եւ նոր կառավարման մոդել ներմուծելն է կամ ընդունելն է, որը ավելի շատ բնորոշ է Արևմտյան Եվրոպայի երկրներին, այսինքն զարգացած ժողովրդավարության մոդել ունեցող երկրներին։ Այ կուզեի այդ մասին խոսեինք։ Դա շատ լավ առաջարկ է, որի մասին նաև մենք հոդված ունեցանք։ Ես կարծում եմ սա բովանդակային կարևորագույն առաջարկ է եւ ընդդիմադիր ուժերը պիտի սրա մասին խոսեն, ինչու, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր հայտ են ներկայացնում գալ իշխանության, պիտի հասարակությանը տան երաշխիքներ, որ իրենք չեն ուզում գալ ու այդ սուպեր վարչապետության կոստյումը իրենցով անել, ու այս անգամ նոր փորձանք դառնան Հայաստանի Հանրապետության գլխին։ Եվ ձեզ ամենայն անկեղծությամբ ասեմ, ամենալավ մտադրություններ ունեցող մարդն էլ այս սահմանադրությամբ, այս լիազորություններով բան է դառնալու, վատ կառավարիչ է, վատ ղեկավար է դառնալ, որտեղ իրեն թույլատրված է լինելու գրեթե ամեն բան եւ չի լինելու պատասխանատվության սահման։ Մինի դիկտատոր, այո, ինչպես Քոչարյանը բնորոշ է։ Այո, ինչ այսօր ունի Նիկոլ Փաշինյանը, այսինքն ունի անսահմանափակ լիազորություն եւ չունի պատասխանատվություն։ Այսինքն պատասխանատվությունը ցրված է, բայց լիազորությունները միտեղ են կենտրոնացված։ Ես նաև պիտի առանձնացնեմ նախագահ Քոչարյանի առաջարկը հակակոռուպցիոն օրինակ մարմինների ընտրության վերաբերյալ, սա շատ կարևոր դիտարկում է, որ ընդդիմությունը պիտի դերակատարում ունենա այդ մասով, եւ լավ է, որ իշխանության գալու հայտ ներկայացնող ուժի ղեկավարն է դրա մասին խոսում, նշանակում է իրենք պարտավորություն են վերցնում իրենց վրա, որ Փաշինյանին հեռացնելուց հետո այդ փոփոխությունները պիտի արվեն։ Եվ այն, որ դա ասում է Քոչարյանը, դա վստահություն է տալիս, որ իրենց պարագայում դա ամեն պարագայում փորձ արվելու է, որովհետև այսքան ժամանակ քաղաքական իմաստով չի եղել բան, որ Քոչարյանը ասի եւ այդ դրա լիազորություններն ու հնարավորություններն ունենա ու չանի։ Բայց այստեղ մյուս քաղաքական ուժերն էլ պիտի դիրքորոշում արտահայտեն, իրենք միանում են դրան, միանում են այդ գործընթացին, իրենք պատրաստ են իշխանություն լինելու դեպքում կիսել իրենց լիազորությունները, նախ նախագահային տալ նոր լիազորություններ, այսինքն հանրապետության նախագահով կլինի, որպեսզի նա չլինի, տեսեք, մենք երբ որ գնում ենք 90-ականներին, որ գնում էինք լուսանկարվելու, այստեղ ես մանկության տարիներից հիշում եմ, հրապարակում էլ Հանրապետության հրապարակում լուսանկարվելու ինչ որ բաներ կային, ծառայություններ կային, շատ Ձմեռ պապիկը ձնանշի։ Չէ, ու այդ լուսանկար դե հրապարակում ինչ պիտի անեն, որպեսզի տեսարանը շատ դատարկ չլինի, ծաղկաման էին դնում, չէ։ Հիմա այս կառավարման համակարգում նախագահ եւ մասնավորապես Խաչատուրյանը ծաղկամանն է, որ դնում են ուղղակի որ հետեւը դատարկ չլինի։ Նախագահ Քոչարյանը առաջարկում է նախագահի կարգավիճակը ծաղկամանից դարձնել գործոն, այսինքն մարդը ուղիղ ընտրվի ժողովրդի կողմից, այսինքն ունենա առաջնային մանդատ եւ դրանով նաեւ կուժեղանա նախագահի դիրքը, որովհետեւ նա չի լինի իշխող քաղաքական ուժի կողմից նշանակված ծաղկաման, փոխաբերական իմաստով, այլ կլինի ժողովրդի վստահության քվե ունեցող մարդ, որը ունի նաեւ որոշակի լիազորություններ, այնտեղ ասվեց դատավորների նշանակման մասով, այլ լիազորություններ կարող են լինել, այո, գլխավոր լիազորությունները կարող են լինել, եթե խորհրդարանական մոդելն է պահպանվում, լինել բանի վարչապետի մոտ, բայց վերահսկելի եւ վերահսկելի առաջին հերթին այն իմաստով, որ ընդդիմությունը պիտի ունենա լիազորություններ։ Այսինքն շատ լավ է դատավորների ընտրության կարգի վերաբերյալ իր առաջարկը, որ դատավորները ոչ թե պիտի ընտրվեն ուղակի 50+ ձայն ստանալու պարագայում, այլ այդ 50+-ը պիտի լինի բոլոր խմբակցությունների դեպքում։ Սա թույլ է տալու, տեսեք, սա նոր քաղաքական մշակույթ է բերելու։ Նախ
ստիպելու է քաղաքական խորհրդարանում ներկա խմբակցություններին խոսել միմյանց, բանակցել, պայմանավորվել, քաղաքական մշակույթ ձևավորել, այո, այդ մշակույթը կձևավորվի այդ պարագայում եւ քաղաքական ուժերը կընտրեն դատավորների կոնսենսուսի պարագայում եւ այդ դատավորը պարտական չի լինելու որևէ քաղաքական ուժի, ինքը պարտական է լինելու ժողովրդին, ովքեր ընտրել են այդ քաղաքական ուժերին։ Եվ դատավորը չի իր մոտ վստահություն կգա, որ ինքը չպիտի որոշումներ կայացնի կոնկրետ մարդու ցանկությամբ։ Եվ որևէ մեկը SMS-ով չի կարող հրահարներ։ Այո, սա շատ կարևոր, մի խոսքով շատ կարևոր առաջարկներ են։ Այս առաջարկները համակարգային փոփոխության մասին են։ Սա նաև խոսում է նրա մասին, որ Ռոբերտ Քոչարյանը, ով ամենայն հավանականությամբ կլինի դաշինքի առաջնորդը, հա, չնայած ինքը ասաց, որ սոցիոլոգիական հարցումներ պիտի արվեն, բայց օրինակ ես չեմ տեսնում, որ նախ ընդդիմադիր դաշտում որպես քաղաքական լիդեր անհատ եւ հետո նաեւ Հայաստան դաշինքում կա մարդ, որը Ռոբերտ Քոչարյանից ավելի վարկանիշ ունի, ընդդիմության մասով եմ ասում։ Ամենայն հավանականությամբ կլինի ինքը, այսինքն սա ժողովրդին ուղերձ է, որ իշխանության գալու ցանկություն ունեցող թիմը եւ այդ թիմի ղեկավարը չեն ուզում գալ ու դառնալ դիկտատոր, ուզում են գալ ու այդ լիազորությունները կիսել պետական ինստիտուտների հետ եւ քաղաքական ուժերի հետ, ընդդիմության մասով այդ առաջարկները։ Այսինքն սա ավելի շատ պետականությունը փրկելու մասին է, որովհետեւ հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, դժվար թե եկող իշխանությունների համար։ Սա հենց նրա մասին է, որ այսօրվա մեր դժվարությունների, խնդիրների վերաբերյալ դիտարկումները արված են, դասեր քաղված են, հասկացել են մարդիկ քաղաքական գործիչները, թե խնդիրների արմատը որտեղից է, կառավարման այս ձևը անընդունելի է եւ առաջարկում են փոփոխություններ։ Պարոն Մուրազի, առաջարկում եմ ընդմիջել մեր զրույցը եւ ծանոթանալ մամուլի մյուս նորություններին։ Հրապարակը գրում է. Իշխանությունը 3 հերթական նախընտրական հանդեսներ բեմադրել, այս անգամ խորհրդարանում։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության նախաձեռնությամբ աշխատանքային քննարկում էր կազմակերպվել առողջապահության համապարփակ ապահովագրության գործարկման ընթացքի վերաբերյալ։ Հրավիրել էին նաև ոլորտի պատասխանատու Նիկոլ Փաշինյանի բենդին կից պարուհի Անահիտ Ավանեսյանին, որն ավելի քան 2 ժամ, ինչպես կտրատվելով պարում է, այնպես էլ ներկայացնում էր, թե ինչ լավ բան են անում քաղաքացիների համար, թե որքան մարդ է համակարգի ներդրման պահից անվճար բուժօգնություն ստացել ապահովագրության ներդրման շրջանակներում եւ այլն։ Իշխող խմբակցությունից սակայն մոտ 2 տասնյակ մարդեր ընդամենը ներկա։ Հանդեսը վարում էին ԿՊ խմբակցության ղեկավարն ու քարտուղարը, որոնք ներկա պատգամավորներին պարբերաբար դասատուի պես դիտողություն էին անում, զրուցելու, քննարկումը խանգարելու համար։ Իսկ Վահագն Ալեքսանյանը հրապարակում էր Facebook-յան որոշ օգտատերերի շնորհակալական գրառումները։ Կան տեղեկություններ, որ իշխանությունը փորձում է ջրել պարգևավճարների թեման, ցույց տալ, որ միայն իրենք չեն օգտվում բյուջեից, օգտվում են նաև թոշակառուները, խոցելի խմբերը, որոնք առողջապահության ապահովագրությունից շահել են։ Հրապարակը գրում է. հունվարի 29-ին բարձրագույն դատական խորհրդում հերթական անգամ չեն կարողացել հակակոռուպցիոն դատարանի համար դատավոր ընտրել, այս անգամ քաղաքացիական դատարանի։ Նախորդ անգամ էլ հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր չէր ընտրվել, թեկնածուները չէին կարողացել քննության գրավոր փուլը հաղթահարել։ ԲԴԽ-ից թերթին փոխանցել են 3 հավակնորդ է եղել, որոնցից որևէ մեկը չի ստացել անհրաժեշտ քանակի ձայն։ Դատավոր դառնալու համար պայքարել են փաստաբաններ Կարեն Ստեփանյանը, Մհեր Հայրապետյանը եւ դատախազ Տաթևիկ Խաչատրյանը։ Թերթը նշում է, որ գրեթե ամեն անգամ դատավորի պաշտոնի համար մրցույթին դատախազներ են մասնակցում, բայց վերջին շրջանում նրանց հիմնականում չի հաջողվում հաղթահարել անցողիկ շեմը։ Օրագիրը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում։ Պարոն Մուրազի, կուզենայի ավելի մանրամասն խոսեինք ընդդիմության դերի ազդեցության մեծացման մասին, որովհետև այստեղ մի շատ կարևոր անկյունանքարային հանգամանք կա։ Ուժեղ ընդդիմությունը հակակշիռ է իշխանություններին, այսինքն իշխանությունն ունի եւս մեկ վերահսկող կողմ։ Այս մասով որն էր առարկայականը Քոչարյանի։ Առարկայականը այն է, որ ընդդիմությունն էլ բուտաֆորիկ տեսք ունենալուց փոխվելու է իրական լծակներ ունեցող բևեռի։ Այսինքն, երբ որ ընդդիմությունը հնարավորությունը կամ առանց ընդդիմության հնարավոր չի ընտրել դատավորներ, հակակոռուպցիոն մարմինների ղեկավարներ կամ անդամներ, դա նշանակում է ընդդիմությունը լրջագույն լիազորություններ ունի։
Դա նշանակում է ընդդիմությունը դադարում է լինել ուղակի ամբիոնից դժգոհող, խնդիրներ բարձրաձայնող, ընդդիմությունը ստանում է ազդեցություն։ Եվ այս իմաստով էլի պիտի կրկնվեմ, շատ առանցքային առաջարկություն է։ Սա առաջարկություն է, որը փոխելու է քաղաքական միջավայրը։ Եվ կարծում եմ բոլոր ուժերն էլ պիտի ուզենան, որ այս առաջարկը ընդունելի լինի։ Որովհետև հատկապես այն ուժերը, որոնք հասկանում են, որ իրենք ընդդիմություն են լինելու հիմա կամ հետո, հա, իրենց առաջարկում է լիազորություններ։ Սա նաև ֆիլտրելու է, այո, իրական ընդդիմադիր ուժերին պսևդո։ Գիտեք, ես կարծում եմ բոլոր նրանք, ովքեր սրա դեմ պիտի խոսան, իրենք իշխանական օրակարգն են սպասարկում մեկ կամ ուժեր են, որոնք ուզում են իշխանության գալու դեպքում իրենք լինեն նոր Նիկոլ Փաշինյան, բայց ես կարծում եմ իշխանության գալու իրենք հասկանում են, որ այնպես չի, որ 10 ուժ իշխանության գալու հնարավորություն է, ասենք մենք նստում մտածում ենք, այս ուժը կարող գա, ասենք հնարավոր իշխանության։ Այդ խոսքը 1-2 ուժի մասին է, ովքեր նման հնարավորություն ունեն, մեկը այս պարագայում ուժեր, որոնք արդեն ձևավորված են, Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքն է, որը Նիկոլ Փաշինյանի համար ամենաանընդունելի բանն է, որովհետև ամենակաղաքական, հասկանալի, տրամաբանական ուղղություն կառուցվածք եւ մոտեցումներ ունեցող ուժն է, երկրորդը մեր ձևով շարժումն է, որի հիմնական, այսպես թիրախը տնտեսական խնդիրներն են, սա էլ կարևոր մոտեցում է, երրորդ, չորրորդը, որոնք հավանաբար պիտի լինեն, դեռ պիտի ձևավորվեն, այսինքն պիտի ձևավորվեն դաշինքները հայտ ներկայացնեն, իրենց մոտեցումները ցույց տան, դեռ կտեսնենք այս իմաստով։ Այնպես որ սա հատկապես այն ուժերի համար, որոնք պատկերացնում են լավագույն դեպքում կարող են լինել ընդդիմություն, խորհրդարանում իրենց համար հրաշալի առաջարկ է։ Սա նաև քաղաքացիական պայմանագրի համար լավ առաջարկ է։ Ես իրենց փոխարեն լինեի, մի անգամից կբռնեի այս առաջարկը երկրորդ նախագահ Քոչարյանի կողմից հնչեցրած եւ կընդունեի խորհրդարանում։ Ինչու՞։ Որտեվ ամենահավանական ընդդիմությունը ԿՊ-ն է լինելու, չէ՞, խորհրդարանում։ Պատկերացրեք, ԿՊ-ն հիմա կարող է լուծել ապագա խորհրդարանում իր լիազորությունների հարցը։ Եթե իրենք քաղաքական տրամաբանությամբ առաջնորդվեն, եթե քաղաքացիական պայմանագիրը առաջնորդվի նրանով, որ իրենք Հայաստանը չեն կործանելու հանուն իշխանության պահպանման, այսինքն Հայաստանը լինելու է իրենց մտքում, իրենք հասկանում են, որ Հայաստանը լինելու է նաև իրենց իշխանությունից հետո, իրենք բնականորեն ինչ որ տոկոսով ընդդիմություն են, չէ՞ լինելու։ Հիմա իրենց ձեռք է տալիս այս օրենքը ընդունել, նման օրենքներ ընդունել, կարգավորումներ ունենալ, որ որպես ընդդիմություն ունենան ինչ որ լիազորություններ։ Իրենց իսկ ապահովագրման համար։ Ճիշտ հասկացա։ Անկամ ոչ ապահովագրում, քաղաքական խաղի մեջ մնալու համար։ Սա որպես ապագա փոքր ընդդիմություն ԿՊ-ի համար շատ կարևոր բան կարող է լինել։ Եվ բոլոր ընդդիմադիրների համար, եւ պետության համար շատ կարևոր լուծում կարող է լինել, որտեղ մեկ անձի իշխանությունը կամ մեկ թիմի իշխանությունը կարող է սահմանափակվել, կրճատվել։ Իսկ դա միայն պետության շահից է բխում։ Անդրադառնանք նաև թրիփի վերաբերյալ առաջարկին, որը ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը, նա ասաց, որ այս տեսքով թրիփը անվտանգային խնդիր է Հայաստանի համար եւ առաջարկեց ներգրավել նաև Ռուսաստանին եւ Իրանին, մեր բնական դաշնակիցներին եւ բնական մեր հարևան Իրանին, որպեսզի այդ խնդիրներից խուսափենք, նաև կարողանան հակակշիռ լինել թուրք-ադրբեջանական տանդեմին, բայց հնարավոր կլինի արդյոք դա։ Տեսեք, այստեղ ոչ թե անգամ հակակշիռ լինելու մասին է, այլ նրա մասին է, որ երբ որ թրիփին մասնակցում են Ռուսաստանն ու Իրանը, իրենք վստահություն են ստանում, որ դա իրանց դեմ չի։ Սա շատ կարևոր է, որ մենք մեր հարևան դաշնակիցների մոտ վստահության կորուստ չունենանք, ինչին գնում են այս իշխանությունները։ Այսինքն Հայաստանը պատերազմի թատերաբեմ չի դառնում։ Հա, այսինքն դու համար հասկանում հնարավորություն ես տալիս քեզ հարևան դաշնակից պետություններին վստահ լինելու, որ այս նախաձեռնությունը իրենց դեմ չի։ Եվ երկրորդը թրիփի շարունակության իմաստով արդեն Նախիջևանի տարածքում, սա էլ արդեն Հայաստանի շահը կարևորագույն սպասարկող հանգրվան է դառնալու, որովհետև այդ դեպքում մենք ստանալու ենք ոչ թե
ոչ միայն 42 կիլոմետրանոց ճանապարհ, որը սպասարկելու է Ադրբեջան-Թուրքիայի շահերը, մենք նաև մեր շահերը սպասարկող ճանապարհ ենք ստանալու արդեն Նախիջևանի տարածքով, որը կգա կմիանա Երասխի երկաթգծի առումով Երասխի ճանապարհին, հա, եւ մենք ամբողջական այսպես ցիկլ կունենանք։ Իսկ այն որ թուրքերը եւ ադրբեջանցիները ուզում են, որ Հայաստանը ամբողջական ցիկլ չունենա, այսինքն Հայաստանը Ռոբերտ Քոչարյանի առաջարկի տրամաբանությամբ չգնա, ցույց է տալիս այն, որ Իգդիրից դեպի Նախիջևան նոր երկաթգիծ է կառուցվում։ Իսկ այդ երկաթգիծը ինչ է կառուցվում, որ Թուրքիան Հայաստանը շրջանցելով օգտագործի այդ երկաթգիծը կամ Ադրբեջանը այդ երկաթգիծը օգտագործի Հայաստանը շրջանցելով։ Այս մտահոգություններից ելնելով է Քոչարյանը այս առաջարկը անում, ես ենթադրում եմ, եւ առաջարկը կարծում եմ հետաքրքիր է։ Ես այս օրերին լսեցի այսպես պեսիմիստական մոտեցումներ, թե բա հնարավոր չի դա անել, ոնց է Ամերիկային համոզելու։ Գիտեք, տարբեր գործիչների պարագայում կարելի է այս կասկածը ունենալ, հնարավոր է թե հնարավոր չի, բայց կարծում եմ Ռոբերտ Քոչարյանը իր կենսագրությամբ այսպես լավագույն օրինակն է, որ հնարավոր է հասնել նման կոնսենսուսային լուծումների։ Եվ այդ օրինակը ո՞րն է։ Օրինակ Իրանից Հայաստան եկող գազամուղը։ Ռոբերտ Քոչարյանը ասաց, չէ, որ Միացյալ Նահանգները դեմ էր դրան։ Բայց ես ասեմ ավելին, Իրանից Հայաստան եկող գազամուղը դեմ է նաև Ռուսաստանի շահերին, ըստ էության, որովհետև Ռուսաստանն է մեր գազը։ Թուլանում է Ռուսաստանից կախվածությունը գազային։ Տեսեք, Ռոբերտ Քոչարյանը ամենավստահելի դաշնակիցն է եղել Ռուսաստանի, սրանք ասում են, բան, այդ տրամաբանություն ունեցող մարդկանց ասում են ռսահապատակ, չէ, բայց այդ իրանց ասած շակերտավոր ռսահապատակ իշխանության օրոք հնարավոր է եղել կրճատել Ռուսաստանի ազդեցությունը եւ մեծացնել Հայաստանի հնարավորությունները Իրանից Հայաստան գազամուղ բերելով Հայաստանի կարիքների համար եւ սա տնտեսության մեջ էական դերակատարում ունենալու է եւ ունենում է իսկ իրենք ինչ են անում իրենք կա բովանդակային մի լուծում որ Հայաստանի շահերից բխող իրագործել են չկա այդպիսի բան ինչ է ցույց տալիս Իրանից Հայաստան եկող գազամուղը սա ցույց է տալիս որ այդ տարիներին տարվել է փայլուն դիվանագիտական աշխատանք եւ դու կարողացել ես որպես պետություն աշխարհի թուլացած գերտերություն Ռուսաստանին եւ այդ պահին աշխարհի թիվ 1 պետությունը հանդիսացող Միացյալ Նահանգներին համոզել որ Իրան Հայաստան գազամուղը մեզ շատ պետք է մեր կարիքների համար, ձեր շահերին չի հակասելու, մենք ձեր դեմ որևէ բան չենք անելու, եւ դու կարողացել ես հասնել նրան, որ այսօրվա Միացյալ Նահանգներից տասնապատիկ ավելի ուժեղ դիրք ունեցող Միացյալ Նահանգները համաձայնել է քո առաջարկին, հասկացել է, որ դա քո պետության կենսական շահերից է բխում։ Դա այն ժամանակ, երբ որ Միացյալ Նահանգները աշխարհի տասնապատիկ ավելի ուժեղ դիրքում էր, քան այսօրվա Միացյալ Նահանգները, քան այսօրվա Միացյալ Նահանգները։ Հաշվի առնելով, որ ուժային եւ դու կարողացել ես այնպիսի դաշնակցային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որ ըստ էության իր օրինակ գազային շահերը ինչ որ իմաստով վնասող պրոյեկտ է իրագործել։ Այսինքն խնդիրը բանակցողի մեջ է։ Բայց իհարկե բանակցողի մեջ եւ սրա համար եմ ասում որ այն առաջարկը որ այսօր անում է Ռոբերտ Քոչարյանը ու մարդիկ ասում են ոնց է Միացյալ Նահանգներին համոզել այնց ոնց որ Իրան Հայաստան գազամուղի հարցում համոզվել է տասնապատիկ ավելի ուժեղ դիրք ունեցող Միացյալ Նահանգներին այնպես ոնց որ համոզվել է Ռուսաստանի Դաշնությանը եւ երկուսն էլ այստեղ շատ կարեւոր է ինչու են այդ գերտերությունները համաձայնվել հա որովհետեւ նախ տարվել է հրաշալի դիվանագիտական աշխատանք պետություններին ցույց է տրվել, որ սա զուտ Հայաստանի շահը սպասարկող որոշում է, ոչ թե ձեր դեմ կայացվող որոշում։ Իսկ ինչ է անում այս մարդը։ Նիկոլ Փաշինյանն եւ իր իշխանությունը։ Իդեպ այս առումով կարևոր է նաեւ Սաակաշվիլու մասին հիշատակումը։ Այո, այս մարդը ամեն ինչ անում է, որ եթե ինքը որևէ քայլ անում է, հակառակ կողմի գերտերությունը վստահ լինի, որ դա իր դեմ է արվում։ Այնպես որ ես կարծում եմ հենց այս օրինակը Իրան-Հայաստան գազամուղը լավագույնս ցույց է տալիս, որ այո, Ռոբերտ Քոչարյանը ունի այդ հնարավորությունը, ունակությունը, հա, հմտությունները, նաև այդ թրիպի մասով իր առաջարկը իրագործելու։
Խոսենք նաև հիբրիդային պատերազմների դրսևորման Որտեղ է այդ պատերազմը։ Դե իշխանությունները ասում են, բայց հասցեատիրը չմոռանում են նշել կամ չեն ցանկանում նշել կամ ինչպես Այս նոր գալսի կառավարության շենքից հիբրիդային կրակոցներ էին լսվում։ Հիբրիդային պատերազմ Հայաստանի կառավարությունն է վարում հայ ժողովրդի դեմ։ Շատ ուղիղ ասում են։ Եվ ինչպես է դա դրսևորվում։ Երբ որ իրենք ստեղծում են այս միֆական, հա, իբր թշնամի, որ հիբրիդային պատերազմ է վարում, եւ հետո դրա դեմ պայքարին ներգրավում են Թուրքիային, Եվրոպային, այդ է հիբրիդային պատերազմը հայ ժողովրդի դեմ։ Իրենք ուզում են ինչ անել, իրենք ուզում են ստեղծել տպավորություն, որ բոլոր են կենսունակ ուժերը, ովքեր դեմ են կառավարությանը, այդ մարդիկ Կրեմլից են ուղղորդվում։ Այսինքն այլակարծությունը արգելվում է օրենքով, այդպես է ստացվում։ Այլակարծությունը համարվում է հիբրիդային պատերազմ։ Բայց եթե մենք ասում ենք ճշմարտությունը կառավարության մասին, դա հիբրիդային պատերազմ են իրենք որակում։ Իրենք իհարկե բերում են տարբեր օրինակներ, ասենք թուրքական մամուլում հայտնվեց սա, դա հայտնվեց հայկական մամուլում։ Նախ դուք այդքան ստախոս չլինեիք, որ թուրքական մամուլը ավելի վստահելի չլիներ, քան դուք։ Ցավոք սրտի փորձը։ Ի վերջո 44-օրյա պատերազմի ընթացքում մենք տեսել ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ցավոք սրտի եմ ասում, ավելի հավաստի տեղեկություններ էր տալի, քան ամբողջ պետական ապարատը Հայաստանի։ Իսկ վստահության կորուստ երբ որ լինում է, դա վերականգնելը հեշտ չի։ Երբ որ թուրքական մամուլը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը այստեղ 10 մզկիթ է կառուցում, Փաշինյանը այնքան վատ կառավարիչ է, որ մենք հավատում ենք դրան։ Ասեք պատկերացրեք, եթե օրինակ Ռոբերտ Քոչարյանի, անգամ Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին նման բան գրվեր, երևի թե չէինք հավատա, չէ՞։ Մի անգամից չէինք հավատա։ Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարումը, մոտեցումները այնքան հակահայկական են, որ ինչ գրեն մարդիկ հավատալու են։ Բայց դրանում մարդիկ չեն մեղավոր։ Դրանում մարդիկ չեն մեղավոր։ Եվ այս իմաստով կարծում եմ կառավարությունը մտածելու տեղ ունի, թե ինչու մարդիկ ինձ չեն վստահում։ Իդեպ գնդերեցների ծառայությունը կասեցնելու Սուրեն Պապիկյանի միակողմանի որոշումը այս հիբրիդային պատերազմի կոնտեքստում կարող ենք դիտարկել, թե սա արդեն ազգային ինքնության ճգնաժամի մասին է։ Ազգային ինքնության դեմ վարվող պատերազմի մասին է։ Այս մարդիկ շարունակելու են այդ պատերազմը, բայց եթե կա կամք եւ ցանկություն, այդ պատերազմում իրենք պարտվելու են։ Որովհետև նախ հատկապես եկեղեցու իմաստով 2000-ամյա կառույցի մասին է խոսք գնում եւ խոսք է գնում հայ հասարակության կողմից եւ կարծում աշխարհի կողմից ընդունված աստվածային ճշմարտության դեմ։ Իսկ այդ ով է Նիկոլ Փաշինյանը, որ դրա դեմ պիտի հաղթանակ տանի։ Ժամանակավոր ինչ որ կարող է նահանջ լինել, ինչ որ որովհետև գիտեք, ի վերջո մարդիկ են, չէ, անձեր են այս գործընթացումները։ Այս մի անձը կարող է թույլ գտնվել, բայց գլոբալ իմաստով իրենք պարտվելու են։ Իրենք հիմա էլ անգամ այս անձերի պարագայում պարտվել են։ Երբ որ վեհապարը իր դիրքում ամուր կանգնած է, ինչ են, ոչ մի չեն կարողանում անել։ Զրպարտում են, ինչ որ տիրադավեր են ներգրավում, հա։ Հակաեկեղեցական քարոզում։ Ես երեք լսում էի իմ ընկեր քաղաքագետ Ազատ Ադամյանը շատ հետաքրքիր միտք ասել, որ օրինակ բերեց այս եկեղեցու հետ կատարվողի վերաբերյալ, որ մրջունները փորձում են կաղնու ծառին վնասել, հա, բունը վնասել, բայց արդյունքում այդ կաղնու ծառին իրական վնաս հասցնող ворթերին են հանում արմատներից կամ բնից։ Նպաստում են բնական մաքրմանը։ Դե հիմա Փաշինյանը բնական չմաքրեց, ասիկան ով կար եկեղեցուց հավաքեց իր շուրջ։ Ովքեր եւ հեղինակության առումով խնդրահարություն եւ իրենց տված երթման իմաստով խնդրահարություն, հա։ Այդ մարդկանց բոլորին համախմբել է իր շուրջ։ Դրա համար պետք է շնորհակալություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Վատ մտքով սկսած գործի արդյունքում լավ արդյունք ապահովելու համար ի վերջո եկեղեցին բավական մաքրվեց ինստիտուտը։ Պարոն Մուրոզի, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Մեր ժամանակը սպառվեց, կհանդիպենք երեքշաբթի, հաջողություն։